Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, եթերում նորից ծովից ծով փոդքասթն է բավական տևական ընդմիջումից հետո։ Բարև ձեզ սիրելի դիտողներ, ինչ ասեմ, մենք ձեզ կարոտել ենք, երկար ժամանակ իրար հետ չենք, չգիտեմ, կային եւ Տեխնիկական խնդիրներ, տեխնիկական խնդիրներ եւ այն, որ պարոն Մելիքյանը խիստ գեր զբաղված էր մանավանդ մեր Նարեկի հետ կապված այդ հացադուլի խնդիրներով, ամեն դեպքում ինչ որ չափով հաղթահարել են խնդիրները եւ հիմա նորից միասին։ ձեզ հետ ինչպես միշտ Աղասի Ենոքյանն է Կալիֆոռնիայից, Ռուբեն Մելիքյանն է Երևանից եւ մենք ինչպես միշտ, ինչպես դուք արդեն սովոր եք, քննարկելու ենք շաբաթվա կարևորագույն իրադարձությունները, իհարկե ավելի լայն համատեքստում։ Եկեք սկսենք, Աղաս ջան, դու առաջարկություն ունեիր, որ մի հարցից սկսենք մեր քննարկումը։ Երևի շաբաթվա կարևորագույն իրադարձությունը, չգիտեմ, իմ հետ կհամաձայնեք թե չէ, այն էր, որ վերջապես հայտարարվեց, որ լինելու են ընտրություններ եւ ընտրությունները լինելու են ուրեմն հունիսի 7-ին։ Ճիշտ է, բոլոր նախորդ զարգացումները գնում էին դրան, բոլոր նախորդ զարգացումները նախընտրական էին, բայց ես ուզում եմ մի Ոմանք ասում էին, որ լինելու է արտահերթ ընտրություն, էլ հիշենք։ Այո։ Ամեն դեպքում ստիպեցին, որ լինի հերթական ընտրություններ։ Ամեն դեպքում ես ուզում եմ մի կարևոր հարցի վրա ձեր ուշադրությունը գրավիրել, մեր բոլորի ուշադրությունը, դա այն է, որ Արցախի հարցի շուրջ քննարկումը չափազանց ցածր մակարդակի է։ Դա այն հարցն է, ուրեմն Արցախի հանձնումը, հայրենիքի տարածքների հանձնումը, այն հարցն է, որտեղ որ Նիկոլը ինչքան էլ իր բառերով ասած կռուտիտներ անի, այնուամենայնիվ այդտեղ նա պարտված է։ Եվ դրա համար նա փորձում է ուրեմն մտցնել տարբեր տիպի այլ օրակարգեր, օրինակ եկեղեցու հետ կապված հարցը, Սա այնպես է հարց է, որ ինչքան էլ ուզենա ընդդիմությունը խոսի Արցախից, ինչքան էլ խոսի Հայաստանի տարածքների հանձնելուց, այս հարցը չի կարող շրջանցել։ Եվ այս պատճառով բոլորը ստիպված խոսում են այս հարցից, կարևորագույն հարց է առաջ քաշում։ Բայց կրկնեմ, այս հարցը ինքն է սարքում եւ ինքն էլ շարունակվում է։ Համաձայն եմ։ Իր ստացած տարբեր այսպես կոչված մեդալները, բենեֆիտները, ինչպես օրինակ այդ եղբայրության մրցանակը, չգիտեմ, խաղաղության խորհրդի անդամությունը եւ իհարկե հիմա այս եկող շաբաթվա կարևոր իրադարձությունը, ուրեմն Ամերիկայի փոխնախագահ, ուրեմն JD չի։ Դեսի այցը, JD-ը, չէ։ JD Vance-ի այցը Հայաստան։ Իհարկե շատ կարևոր է եւ էլի սա նայենք ոչ միայն Ամերիկայի քաղաքական խնդիրների մեջ, ինչպես այսինքն հարավային Կովկաս մտնելը, ինչպես TRIP կոչված այդ ինչ ասեմ, ուղու խաղաղության խաչմերուկի, չգիտեմ ինչ անունով եք տան, դրա կառուցումը, բայց դա շատ կարևոր է, որպես նորից Նիկոլի տրվող նախընտրական մրցանակ, Դե պարզ է, որ հիմա այդ սպասումները կան, նույնիսկ որոշ իրադարձություններ, որ Հայաստանում են տեղի ունենում, կապվում են JD Vance-ի այցի հետ, օրինակ Միքայել Սրբազանի կալանքի պայմանների որոշակի փոփոխությունը բանտայինից տնայինի, որոշ նաև իմ կողմից որոշակիորեն կապվում է JD Vance-ի այցի հետ, բայց չգիտենք դեռ ինչպես է լինելու, ոնց է լինելու, ես ոնց հասկանում եմ նրա հիմնական թիրախը եւ նաեւ ժամանակի մեծ մասը ոնց որ թե Սյունիքում է անցկացնելու իրենց այդ կավորությամբ կնքված այդ TRIP-ի պայմանագրի հետ կապված հարցերով եւ կամա թե ակամա, կարծում եմ կամա, այլ ոչ թե ակամա, դա լինելու է նաեւ ընտրական բոնուս Նիկոլ Փաշինյանի համար եւ ես ուզում եմ հիշեցնեմ, որ երբ Աղասի հետ մենք ամիսներ առաջ խոսում ենք ընտրությունների
որպես սցենարի ոչ նախընտրելի լինելու մասին, հենց այս փաստարկն ենք բերում, ասում ենք, որ իշխանությունները բազմաթիվ խաղակարտեր ունեն, որ ընդդիմությունը պարզապես չունի, եւ դա օգտագործելով նրանք կարող են առավելություն ստանալ, դրանցից մեկն էլ հենց գերտերությունների, հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգների գործոնի օգտագործումն է, նաև Եվրոպայի, մայիսին էլ եվրոպացիների հետ ինչ որ լուրջ միջոցառում է ծրագրված։ Մենք, ինչպես Աղասը նշեց, ընտրական շրջափուլ մտանք, արդեն ընտրական օրենքներն են գործում, նախընտրական, դա իդեպ շատ կարևոր սահմանափակումների հատկապես ընդդիմության համար իհարկե մտցնում, եւ չգիտեմ, շատ կուզենայի սխալված լինեի այն ժամանակ, երբ ասում եմ, որ եթե մենք հասնենք այս փուլի, արդեն խնդիրը շատ ավելի բարդանում է։ Այսինքն, տես պաստորեն այդ կարևորագույն խնդիրները, որ այսօր Հայաստանի առաջ կանգնած են, ինչպես քաղբանտարկյալների հարցն է, ինչպես եկեղեցու դեմ այդ հալածանքների հարցն է, պաստորեն ես չգիտեմ, կքննարկվի արդյոք Ամերիկայի հետ, թե ոչ, հա, ես այսօր մի ինֆորմացիա տեսա, որ իշխանությունները մեծ չկամություն են հայտնել, միգուցե նաև արգելել են, որ Վենսը հանդիպի ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Չեմ տեսել այդ լուրը, բայց շատ տրամաբանական կհամարեի, ուղղակի չգիտեմ, արդյոք այս իշխանությունները այդքան կան, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների պես պետության երկրորդ դեմքը ինչ որ մեկի հետ հանդիպելու ցանկություն ունենա, իշխանությունները վետո դնեն։ Չգիտեմ։ Չեմ ասում վետո են դնել, ամենայն դեպս իրենց, ինչ ասեմ, դժգոհություն են հայտնել դրա հետ կապված, իսկ վենսը այստեղ խնդիրներ ունի լուծելու Ամերիկայի համար, թրիփի հետ կապված, եւ նա չի ուզենա առանձնապես դեմ գնա իշխանությունների Հայաստանի։ Ամենայն դեպս կրկնեմ, օրինակ քաղբանտարկյալների հարցով այդ նշեցին Միքայել Սրբազանի հետ կապված հարցը, բայց մյուս հարցերում կարծես թե մեծ առաջընթաց չկա, հա։ Նույն вообще առաջընթաց չկա, մեծ թե փոքր։ Շարունակում ենք ունենալ 2 տասնյակից ավել այս պայդրությամբ քաղբանտարկյալներ, 3 նվիրապետներ, այդ թվում 2 arczepiskopos, 1 episkopos բանտային կալանքի ներքո են, Միքայել Սրբազանը այլևս տնային կալանքի ներքո, մեր 2 ընկերները Նարեկը եւ Վազգենը բանտային կալանքի ներքո են, հիշեցնեմ, որ Նարեկը այս պահին հիվանդանոցում է, մոտակա օրերս արդեն վիրահատությունն է նշանակված, տա Աստված, որ ամեն ինչ լավ ընթանա։ Սամվել Կարապետյանն է բանտային ներողություն տնային կալանքի ներքո է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, բանտային կալանքի ներքո է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Վեհապար Հայրապետի եղբայրը եւ եղբոր որդին են բանտային կալանքի ներքո, հրամանատարն է Աշոտ Երկաթն է բանտային կալանքի ներքո, որը ասես, որը թողնես, հա, եւ բանը հայրենիք կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանն է բանտային կալանքի ներքո վերջերս դատարանը ամփոփող թողեց Արաչի Հայցյանի դատարանի դատական ակտը, տնային կալանքի տակ են նույն գործով կալանավորված մյուս 2 անձինք, այսինքն ռեպրեսիաները շարունակվում են, եկեղեցու հետ կապված անցած ընդամենը 1 շաբաթ առաջ, հենց այսօրը, շաբաթ օրը, այդ խայտարակ որոշումը եղավ, այդ խայտարակ քրեական գործով 6 եպիսկոպոսի, arczepiskopos-ի, որոնք որ պատրաստվում էին մեկնել Վիեննա մասնակցելու եպիսկոպոսատ ժողովին, նրանց նկատմամբ մեղադրանք առաջադրվեց եւ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառվեց։ Այսինքն այս պայդրությամբ մենք ունենք 10 եպիսկոպոս, arczepiskopos ու նվիրապետ, որոնք որ մեղադրյալի աթոռին են, դա խայտարակություն է, ես չգիտեմ նման բան երբևէ եղել է, թե չէ մեր եկեղեցու պատմության մեջ, 3-ը բանտում, 1-ը տնային կալանքի տակ փաստացի։ Եկեղեցիների պատմության մեջ եղել այդպիսի բան է։ Ոչ չգիտեմ, էլի։ Մեկ էլ էս Ուկրաինայի դեպքերն են կապված բանի հետ Մոսկվայի պատրիարքատի ներքո գտնվող ուկրաինական եկեղեցու հետ, բայց այդ թվերը այդքան մեծ չեն հաստատ։
մեղադրյալների թվերը այդքան մեծ չեն։ Կալանավորված մեկը կար Արսենի, միտրոպոլիտ Արսենի, շատ նման էր պատմությունը մեր arczepiskopos-ներին, բայց կարծեմ այդ մեկն է միայն, նորից ասեմ 10-ը, հայեմատելու համար ասեմ, որ Էջմիածին 4 նվիրապետական աթոռներից միայն էջմիածնականներին եթե դիտենք, եպիսկոպոսներին եւ հանենք մյուս 3 նվիրապետական աթոռները, ապա թիվը կկազմի 48 ընդհանուր եպիսկոպոսների թիվը, 47 թե 48։ Եպիսկոպոսատ ժողովին մասնակցելու իրավունք ունեն նաեւ Երուսաղեմի եւ Պոլսի պատրիարքությունների ներքո գործող եպիսկոպոսները, arczepiskopos-ները պատրիարքների հետ մեկտեղ 4 եւ 3, այսինքն 7 էլ այնտեղ կարող ենք հաշվել, բայց այդ 7-ին մի կողմ թողնենք միայն էջմիածնական, միայն մաքուր էջ, որ այլ պատրիարքության մաս չեն, 40 կարծեմ 7-ն են, որոնցից 10-ը մեղադրյալի աթոռին է։ Պատկերացնում եք, որոնցից 10-ը մեղադրյալի աթոռին է, այսինքն 20%-ից ավել։ Պաստորեն։ Չէ, արի եկեղեցու հետ կապված այդ հալածանքներին ավելացնենք նաև ուրեմն գնդերեսների հետ կապված որոշումը։ Այո։ Եվ դրանով փաստորեն նախավերջին բաղադրիչը նրան, որ այնուհանդերձ մենք հայկական պետություն ենք ու հայ առաքելական Սուրբ եկեղեցին, մեր մայր եկեղեցին որոշակի կարգավիճակ ունի մեր երկրում, նախավերջի բաղադրիչը վերացավ։ Եկեք մատ սկզբից գնանք։ Ուրեմն ամեն ինչ սկսվեց արարողակարգային բաղադրիչից։ Այսինքն մեր պետական արարողակարգով նախատեսված էր ցանկացած պետական եւ պաշտոնական այցի դեպքում նախատեսված էր այց Մայրաթոր Սուրբ Էջմիածին եւ հանդիպում ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Այդ կարգը փոխվեց։ Նենց առանձնապես աղմուկ չեղավ դրա հետ կապված, բայց բավական վաղուց փոխվեց։ Դա մոտավորապես համընկնում էր այդ 10, եթե չեմ սխալվում, 8 թվականի վերջերին։ Իդեպ հիշենք նաև, որ ամենաառաջի քայլը, որ այս իշխանությունները արեց, ամենաառաջի քայլը մերժեց 18 թվականին իշխանության գալով այն օրենքի նախագիծը, որ ներկայացված էր ընդդիմության, այն ժամանակ ընդդիմություն չէին, այն ժամանակ պարլամենտում մեծամասնություն չուներ ԿՊ-ն, ամեն դեպքում այն ժամանակ պատգամավորներից մեկի Միհրան Հակոբյանի կողմից ես դա լավ հիշում եմ, որ վեհապար հայրապետին պետական անվտանգություն տրամադրվի, դա մերժեցին։ Էդ էլ հիշենք էլի, որ դրանով է սկսել իրենց առհասարակ իշխանավարումը։ Առաջին համակարգային հարցը արարողակարգային էր, ժամանակագրորեն են գնում։ Երկրորդ հարցը վերաբերում էր կրթության ոլորտից հայ առաքելական եկեղեցին դուրս մղելուն։ Երբ որ մենք խոսում ենք հայ եկեղեցու պատմություն դասընթացի մասին, դա միայն դասընթացը չի։ Նաև կար համապատասխան նորմատիվ իրավական բազա, որ ուսուցչական կազմին էր պատրաստում Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ բավական լուրջ մասնակցություն ուներ այս դասընթացի մշակման աշխատանքներին։ Այսինքն այս ոլորտը զրոյացվեց, կրթության ոլորտ, հեռահաղորդակցության ոլորտ։ Վերջերս փակվեց շողակաթը որպես առանձին ալիք։ Դրան գումարվեց վեհապար հայրապետի այդ ամանորյա ուղերձների խնդիրը, որ 2 տարի առաջվանից են իրենք ստեղծում։ Չէ՞։ Վերցնենք, սա արդեն մեր երրորդ ոլորտն է։ Արարողակարգ, կրթություն, հեռահաղորդակցություն։ Չորրորդ ոլորտը բանակը։ Չորրորդ ոլորտը բանակը։ 5-րդ ոլորտը, որ մի քիչ ավելի ցրված է, դա սեփականության իրավունքի եւ հարկերի հետ կապված հարցերը, որտեղ մանր-մունր փոփոխություններով անընդհատ եկեղեցուն նեղում են։ Նեղում են, այո։ Հա, դա էլ առանձին ոլորտ է։ Միակ ոլորտը, որտեղ որ եկեղեցին ունի դեռ առանձնաշնոր, գիտես որն է դա։ Բանտերը։ Եկեղեցին ունի, հա, բանտերը, այսինքն եկեղեցին ունի հոգևոր ծառայություն, որը ունի մատչելիություն բանտերին։ Հիվանդանոցներում էլ փաստորեն արգելում են ծառայությունը, չէ, խնդիրներ առաջացան։ Չէ, ինչ որ մեկը խոսել էր դրան, բայց դա համակարգային չի, հասկանում ես, այնտեղ ուղղակի խոսքը գնում էր հիվանդանոցներում առանձին աղոթասենյակներ են սովորաբար տեղակայված լինում, ինչը պրակտիկայի ամբողջ աշխարհում, եւ այնտեղ մշտապես գործող հոգեվորականներ չկան, ուղղակի աղոթասենյակներ են, որոնք որ օծված են
օրնված են եւ հայ արգելական եկեղեցու կանոնով։ Հիմա դրանց փակելու մասին են խոսում, բայց դա վստահ չեմ որ կփակեն, որովհետեւ այդ աղոթասենյակները մեծ հաշվով խնդիր իշխանությունների համար չեն, որտեղ ինստիտուցիոնալ կառույց չի դա, հասկանում ես։ Ինձ բոլորը ինստիտուցիոնալ են։ Մի կարևոր բան եմ ուզում այստեղ նկատել, հա, փաստորեն, բայց կա նաև ամենակարևոր խնդիրն այն է, որ հիմա իշխանությունը իրեն իրավունք է վերապահում մտնել այն հարցերի մեջ, որ եկեղեցին պետք է որոշի, նույն ասենք Արքալուծության հարցը դատական քննարկման Արքալուծության հարցը, հա, արքալուծության հարցը դատարանով որոշել, հասկանում ես, սա արդեն անհետեթություն է։ Հենց այդ հարցը։ Դա այդ հարցը Հայաստանում լուծում է դատարաններով, դրանով ցույց է տալու, որ դատարանները եւ արդարադատության համակարգը արդեն վերածվել են անհետեթության։ Դա ես համարում եմ պետական չէ, սահմանադրական կարգի տապալման հերթական դրսևորում եւ շատ ցցուն եւ շատ կարեւոր փաստ որպես սահմանադրական կարգի տապալման, որտեղ որ իշխանությունների տարանջատումը ուղղակի գոյություն չունի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, ասում է, այն ինչ էր, Արման Սարոյանը, ես Արման եմ ասում իրեն, ով ինչ ուզում է ասի։ Նա համարվում է Մասյացոկնի թեմի առաջնորդ եւ եպիսկոպոս, մեկ էլ մի երկու օր հետո այդ նույն բանը ասում է դատարանը արդեն ստորագրած պեչատած դատական ակտով։ Այն դեպքում երբ տես բան ուղղակի չի եղել երբեք եւ ամբողջությամբ իրավունքին հակասում է։ Սա արդեն սահմանադրական կարգի տապալման ուղղակի ցցուն դրսևորում է։ Եվ ապացույց։ Եվ արի ավելացնենք նաեւ այն, որ իշխանությունները փաստորեն իրենց չասեմ իրավական, իրավական էլ իրենց իրավունք են վերապահում որոշել թե ինչպես պետք է անցնի, ուրեմն եպիսկոպոսած ժողովը եւ որտեղ պետք է անցնի։ Այո, խոչընդոտներ ստեղծելով, հստակ խոչընդոտներ ստեղծելով եւ Դե այդ 6 հոգուն դրա համար էլ բան արեցին, էլի, բացակայելու արգելք կիրառեցին եւ ցանկացած վարկյան, ոչ թե րոպե, կարող են նույնը կատարել նաեւ վեհապար հայրապետի նկատմամբ, պետք է ասեմ։ Այո։ Եվ ստեղ խնդիրել եւս մի խնդիր, որ սրա հետ է կապված, որ նրանք արդեն ծիսական կյանքին են մասնակցում, պատարագի տեքստ են խմբագրում, զեղչումներ են կատարում, այսինքն ավելի մեծ ոտնձգություն խղճի ազատությանը ուղղակի դժվար է պատկերացնել։ Եվ անպատկառի պես գնում Ալենը տարբեր տեղեր հարցեր են տալի եկեղեցու նկատմամբ հալածանքի մասում, ինչ հալածանք, եթե այդպես բան գիտեք, եկեք միասին դրա դեմ պայքարենք։ Այսինքն նույն Ալենը, որ պատրաստ է մարդկանց վիրավորել, ստանալ հետ պատասխան եւ վազել գնալ թե քաղաքայց ներկայացնել, թե հանցագործության մասին հաղորդում ներկայացնել եւ մեր ընկերները արդեն յոթ ամիսն է անազատության մեջ են։ Սա լավ, օքեյ, մի քիչ էլ կարա տևի։ Մի քիչ էլ Ամերիկային ինչ որ բան է ծախելով, բանանելով, հետո ինչ որ մի պայ էս ամեն ինչը ավարտվելու է, հետո։ Արի մի բան էլ ավելացնենք, այդ իրանց շրջիկ ուրեմն պատարակներով եկեղեցիներ են պղծում, փաստորեն Այո։ Մարդկանց կրոնական իրավունքները սահմանափակում, այսինքն մարդիկ չեն կարող այլևս գնալ այնտեղ Հովանավանք, Թալինի եկեղեցին հիշենք։ Շրջիկ պղծելով Հայաստանով ման եք գալիս, էլի։ Հա, հələ տեսնենք, հիմա սա նկարում եք շաբաթ օրը, Կիրակի օրն է, իհարկե, ինչպես ձեզ սովոր ժամին, Կիրակի օրը 20:00 Երևանի ժամով, 8 AM արևմտյան ափի ժամով Ամերիկայի եւ այդ ժամանակ արդեն պարզ է լինելու թե Կիրակի օրը որտեղ են գնացել, որ եկեղեցի են գնացել։ Ինչ ասեմ։ Ես ուղղակի ուզում եմ մի բան հիշեմ, որ ժամանակին Նիկոլը հայտարարեց մի անգամ, որ կոչ է անում, որ մասնակցել իր կողմնակիցները Էջմիածնի նորմալ կանոնիկ պատարակներին եւ այնտեղ ուրեմն ստիպել, որ տեքստերը փոխեն, հա, փաստորեն հենց տեղում նա բախումներ փորձում հրահրել, ու լավ է որ գոնե այս պահին հետ են կանգնել այդ քայլից։ Ոչ թե հետ են կանգնել, այլ երևի տեսան, որ դա իրեն ձեռ չի տալի, պատճառով որ նախ ես պատկերացրու ինչքան դժվար է հոգևոր կյանքով չապրող, եկեղեցական այս ամեն ինչը չընդունող մարդկանց համար, որ ինչ որ միտեղ Նիկոլ Փաշինյանը գնում, ստիպված գնում 2 ժամ այդտեղ կանգնում են։
պատկերացնում ես մտքում ինչ խոսքերով են հիշում Նիկոլ Փաշինյանին, որ իրանց բերել այդտեղ կանգնացրել է։ Հիշում ես այն Սարող հիվանդանոցից բերման ենթարկված մարդը, մարդիկ հաստատ մտքում բաներ օրհնություններ չեն բաշխում, էլի, որտեղ նորմալ չի, էլի, դա ինչքան էլ ուզում ես տրկամիտ մարդը լինի, ինքը հո իր մտքի ազատությունը հո չես կարող, մարդու մտքերի վրա հո չես կարող ազդել։ Խոսքի վրա կարող ես ազդել, վարքի վրա կարող ես ազդել, մտքի վրա էլ հո չես կարող ազդել։ Եվ հələ պատկերացրեք այդ մարդիկ, որ ստիպված չլինեն, այսինքն Նիկոլն այնտեղ չլինի, որպես ինչ էին գնալու եկեղեցի, ինչ էին անելու, ոնց էին անելու, դա ուղղակի ցույց է տալի իրենց զրո աջակցությունը հանրության կողմից եւ այն որ իրենք ուղղակի տապալել են այս խայտարակությունը, որի անունը դրել են բարենորոգչական չեմ անում ինչ, ու հիմա ստիպված են հրապարակ նետել այնպիսի անհեթեթ թեզեր, ինչպես հայ եկեղեցու ուղղափառության հետ կապված թեզերը։ Զուտ երևի ժամանակ ձգելու համար, չգիտեմ։ Ես մի բան եմ ուզում հիշեմ, դա այն էր, որ ասենք մինչև այս շարժումը, մինչև այս հալածանքները Նիկոլը եկեղեցի չէր գնում։ Իհարկե չէր գնում։ Երևի եթե կնքվել է, կնքված կլինի, երևի վերջի անգամ այդ կնուխներին է գնացել։ Իր երեխեքի, չգիտեմ, ես չեմ պատկերացնում, որ նա եկեղեցի մտնի։ Այդ մարդը ուղղակի այդ ոլորտի հետ կապ շատ բնական է, էլի, հավատ չունեցող մարդը եկեղեցի գնում է, ինչ անի։ Հիմա իրան դրել է բանի Սողոմոն իմաստունի Դավիթ Սաղմոսերկուի Մարկոս Ավետարանիչի տեղը միասին վերցրած էլի տենց ինչ որ։ Ես մի բան եմ ուզում հիշեմ, գիտես Բերնի Սանդերսին կհիշես երևի այս ամերիկյան սոցիալիստներից Ում նորից ասա։ դեմոկրատներից։ Հա, այն ծայրահեղ ձախական այն որ բանի աթոռի վրա մի հատ հայտնի նկար ուներ ձեռնոցներով բաներ վայրալ էր գնացել։ Որ մի անգամ էլ առաջադրվեց նախագահ եթե։ Հա, հիշում եմ, ոնց չէ։ Հա։ Դա շատ հետաքրքիր մի դիտարկում էր արել այս Էփշտեյնի ֆայլերի հետ կապված։ Ասում է, որ դրանք ապացուցում են, որ ամերիկյան էլիտայի մասին էր խոսքը եւ համաշխարհային էլիտայի մասին, որ նրանք ապրում են իրենց սեփական բարոյական եւ իրավական կանոններով, որը որ կապ չունի ժողովրդի հետ։ Դրա միկրոպրոյեկտումը փաստորեն այն է, ինչ որ Նիկոլն է անում Հայաստանում, հա։ Փաստորեն ինքը ունի իր բարոյական կանոնները, ինքը ունի իր իրավունքի գործիքները, այսինքն 1-2 դատավոր, որով որ նա փորձում է ամբողջ իր իրավական կամքը թելադրել, փաթաթել Հայաստանի վզին, եւ այս բոլորով ուրեմն նա երկրի հետ, ժողովրդի հետ կապված բան չունի։ Բայց փորձում է փաստորեն նորից ընտրվել եւ նորից շարունակել իր այս չգիտեմ ինչ անուն տալ։ Հայաստանի ապահայկականացման process-ը, ես դրա անունը հետ եմ դնում։ Հայաստանի ապահայկականացում։ Բա հիմա եթե բանակում այլևս հայ առաքելական եկեղեցու Հայաստանի կործանման process-ն է դա։ Դե դա ի ախր կործանում հայերիս համար, բայց Հայաստան անունը կարող է մնալ, այստեղ կան օտարազգի թուրքեր, այնտեղ չգիտեմ, ադրբեջանցիներ, այստեղ ինչ որ ազգային փոքրամասնություններ կմնան, հնդիկներ ազգային փոքրամասնություն կկազմեն, իրանցիները կկազմեն, մի քիչ հայերը կարող է ազգային փոքրամասնություն կազմել, վստահ չեմ, կարող է բոլորով եկանանք գնանք։ Նիկոլականները կարող է առանձին ազգ կազմեն, չեմ կարող ասեմ, կամ չգիտեմ, կամ հակառակը կարող է հականիկոլականները առանձին ազգ կազմեն, ասես ինչ որ մի բան է լինելու, որտեղ որ մեծամասնություն հաստատ անունը կարող է մնա։ Հիմա օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների անունները։ Կեսից շատը հնդկացիական ցեղերի, բաների անուններով է, ճիշտ է։ Այո։ Օկլահոմա, Միսիսիպի, հիմա այդ ցեղերի անուններով նահանգներում այդ ցեղերից ինչքան մարդ է մնացել։ Քիչ, շատ քիչ։ Մնացել է թե չի մնացել։ Եվ քշված են Դակոտա, ամենա, ռեզերվացիաներ, Դակոտաները հաստատ հյուսիսային Դակոտա ունեք, հարավային Դակոտա ունեք, Դակոտան դա հնդկացիական ցեղի անուն է։ Հիմա եթե նահանգի անունը Դակոտա է, այդ նշանակում է դա Դակոտաների պետական կազմավորումն է, չէ։ Այսինքն Հայաստանի կործանում ասածը մարդիկ մտածում են, որ մի օր քարտեզից չէ ախպեր, քարտեզից ես չեմ պատկերացնում։ Կարող է լինի, կարող է չլինի, բայց դա հայկական պետություն չի լինելու։ Հայկական օրորի ժամ-ժամի այս պետությունը դառնում է ոչ հայկական։ Ամեն օր կաթիլ, հետ գնդերեցների հարցը դրա վերջին դրսևորումներից մեկն էր։ Եկեղեցուն հետ կապված այս այլանդակությունները, որ անդադանում են, այդ շամբերանը, որ բացում են վեհապարի հետ կապված։ Ամեն օր մեր երկիրը մի փոքր ավելի քիչ հայկական է դառնում։
Ամեն օր։ Ամեն Աստծո օր։ Էս է իրանց արածը։ Դա համար երբ ասում են կործանում, մարդիկ պատկերացնում են, որ ինչ որ կայծակ փայլակ լինելու, չէ, ախպեր։ Շատ սիրուն, սպիտակ, ջարդի սկզբունքներով մեկ էլ մի օր մենք տեսնելու ենք, որ Հայաստան եկան ինչ որ խմբեր, այլ պետություն, այլ ազգերի ներկայացուցիչներ։ Հետո իրանց ինչ որ ովքեր որ հա, ովքեր որ չեն համակերպվի այդ վիճակի հետ, կամ կքոչան Ռուսաստան, կամ Ամերիկա, կամ բանտերու կա այդ։ դե մի հատ փոքր-փոքրամասնություն ստեղ կմնանք։ Հա, ինչ որ որոնք որ ինձ թվում է բանի կողմերը, որտեղ Դիլիջանի կողմ, չէ, Դիլիջանը չէին տա բան, ամենա բանը Հոկտեմբերանի կողմերը, Հոկտեմբերանի կողմերը, որտեղ Ախուրյանի կողմերը։ Ախուրյանի կողմերը, չէ, ախպեր, Ախուրյանի կողմերը ոչդը դառնալու են, Ախուրյանցի անոն հավես չկա։ Ախուրյան չէ, Հոկտեմբերյան գոնե։ Հոկտեմբերանի կողմերը մի։ Դե կոնտեքստից դուրս հարց տամ քեզ։ Դուր։ Հիմա այդ հնդիկ առաքիչները ունեն կամ հնդիկ շինարարները ունեն ընտրելու իրավունք թե ոչ Հայաստանում։ Չէ։ Եթե քաղաքացի չեն, չէ։ Ունեն ընտրելու, եթե քաղաքացիություն ստանան, հա, բայց դե մի քիչ դժվար է դա եթե։ Կարող է օրենք ընդունել Նիկոլը, որ ասենք հնդիկները ունեն իրավունք։ Քաղաքացիները օրենքը ընդունված է եւ իրանք իրավունք ունեն տեղական ինքնակառավարման ընտրություններին մասնակցեն որոշակի նստակեցության ցենզով։ Համապետական ընտրություններին չէ, ես չէ, դա բացառվում է։ Դա բացառվում է։ է։ Ժամանակ ունենք չէ դեռ, մի քանի ամիս կա, կարող է այս ընթացքում հնդիկների վերաբերյալ օրենք։ Լավ։ Դե հնդիկների վերաբերյալը որն է, քեզ թվում է այդ խեղճ ու կրակ մարդկանց ձայների հաշվին են մնացել այդ բանվոր դասակարգի, իրանք իրաց հարցերը նենց սևեր ունեն լուծելու, դու քեզ տես։ Էսա սիրուն Վենսի այցով, եվրոպացիների քաղաքական համաժողովով, ինչ իմանաս, ինչ որ ես իմ բան կարող է հարկային չեմ անում, ինչ բաներ սահմանեն, ինչ են ասում։ Դե ասֆալտի հարցը չի, դե լիքը բաներ կարան անեն, так что ես չեմ ուզում շատ բան անեմ, բայց այս բանին լավ չեմ պատկերացնում, թե ոնց է հնարավոր ընտրություններով հասնել հաջողության, ասես դիվանագիտորեն ասես ձևակերպեմ էլի։ Լսի, մեր թեմայից որ շատ դուրս չգանք եւ մնանք նախընտրականի մեջ։ Ինչ ես կարծում, ասենք անդիմությունը կարողանա օգտագործել եկեղեցու այս հարցը եւ դրանով արդյոք կհասնի հաջողության, թե չէ։ Որ Նիկոլ Փաշինյանի այս հալածանքը եկեղեցու նկատմամբ իր ռեյտինգի վրա բացասաբար ազդել, դա ես կարծում եմ միանշանակ է։ Այս հենց դա է։ Հա, բայց դա կարող է ընդդիմությունը օգտագործել, չգիտեմ, այն բանի պատմությունն է, այն որ ասում է գնդակ գոլ, բան, այդ բանն եմ հիշում էլի, այդ մանրապատումն եմ հիշում։ Անենց գոլային պահեր են եղել, որ չի օգտագործվել, որ չգիտեմ։ Ուզում ասեմ, մենք սկսեցինք Արցախի հարցից եւ էթնի կռվանը Նիկոլը չեսոքացրեց։ Պարզապես այդ թեման հանել է հիմա քննարկումներից։ Դե հա, մակարդակը քննարկման շատ ցածր է եւ անգամ այդ խայտարակ դատավճռից հետո երբ ՑՄ ազատազրկումներ, դու իրականում ոչ թե այդ մարդկանց, ոչ միայն այդ մարդկանց, այլ բոլորիս, ՑՄ ազատազրկում էր, ՑՄ ամոթի ազատազրկում էր մեր համար։ Դա Լևոն Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Լևոն Մնացականյանի, մյուսների դատավճիռը չէր։ Միայն, դա մեր բոլորի դատավճիռն էր։ Դա Հայաստանի դատավճիռն էր։ Հայաստանի դատավճիռն էր։ Գիտեմ, լավ, ամեն դեպքում ես կարծում եմ մենք կշարունակենք հետևել այս ամեն ինչին Հայաստանի զարգացումներին հենց թերևս նախընտրական համատեքստով, հա։ Արդեն նախընտրական համատեքստով։ Փորձենք տեսնել թե ուր է գնում այս զարգացումները, հնարավոր է արդյոք խուսափել այս արհավիրքից, որը որ կոչվում է Նիկոլի վերընտրություն, թե ոչ։ Դե առնվազն Աստծո վրա հույս ունենք, մնացածը չգիտեմ։ Նաև իհարկե պետք է մեր ուշադրության կենտրոնում պահել այն հարցը, թե ինչ զարգացումներ է գնում ընդդիմության մոտ, որովհետև այնտեղ էլ ամեն ինչ հարց չի, ավելի շատերի մոտ ուղղված է ուրեմն սեփական էգոյի բավարարմանը, քան թե Նիկոլին իշխանությունից հեռացնելու։ Տեսնենք թե ընդդիմությունը թող ինչքան ուզում են էգո բավարարեն, մենակ թե այդ մի խնդիրը լուծեն
հետո թող էգոները բավարարեն, ամեն դեպքում ես ուզում եմ Ցավոք հարցը այն է, որ դրանք իրար հակադրվող խնդիրներ են, դե երևի թե ճիշտ ես ասում, հա։ Ամեն դեպքում արի այդ թեմայի մեջ չմտնենք, հաջորդ անգամ ինձ թվում է ավելի շատ նյութ կլինի քննարկելու, ինչ որ նշաններ կան, որ որոշ հարցերում համագործակցության եզրեր կան, լավատեսության որոշակի շատ փոքր այսպես նշույլների մակարդակով բաներ կան, հատկապես խաղբանտարկյալների հետ կապված, բայց դրանք չեն նյութականացվում, չեն միսուարյուն ստանում, ինչին մենք անդադ սպասում ենք, որպեսզի վերջապես ընդդիմությունը շատ ավելի միասնական հանդես գա ու հանրության առջև եւ դա օգտակար է լինելու ընդհանուր գործին։ Այսքանը եւ հաջորդ անգամ մենք այս հարցերը կքննարկենք։ Մենք վերադարձել ենք ձեր էկրաններին, հեռախոսի էկրաններին, գուցե նաեւ հեռուստացույցների էկրաններին։ Մեզ կարող եք հետևել արդեն սրանից հետո յուրաքանչյուր կիրակի 20:00 Երևանի ժամով 8 AM Ամերիկայի արևմտյան ափի ժամով եւ համապատասխանաբար եւ կոչ ենք անում անպայման կոմենտներ թողնել, եթե ինչ-որ քննարկման հարցեր տեսնում, լայքել եւ նաեւ բոլոր այնտեղ ձևերը կան նշված, ինչպես կարող եք ֆինանսապես օգնել Anti-Fake-ի հերոսական թիմին, որ արդեն 3 ամիս եւ ավել ստիպված են այս ծանրագույն պայմաններում, Նարեկի, Վազգենի անազատության պայմաններում, տեխնիկան մինչև հիմա վերադարձված չի, կարևորագույն մասը քննչականում է, գոյատևել հերիք չի, մի հատ էլ ապահովել որոշ այսպես մեր հաղորդումը տեխնիկական, ոչ տեխնիկական, մի խոսքով եւ ապահովել են ամեն ինչը, ինչ որ անհրաժեշտ է ձեզ տեղեկատվությամբ, վերլուծություններով, այսպես վերլուծություններ են ձեզ մատուցում։ Այսքանը։ Դելով ստեսություն Ռուբեն, ստեսություն ծերելի դիտողներ, միշտ կիրակի։